Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ վաղը Երևանում կայանալու է Միացյալ Նահանգներից ժամանած միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետների աշխատանքային հանդիպումը հայ գործընկերների հետ։ Քննարկման առանցքում լինելու են Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հետ կապված տեխնիկական հարցերը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ովքեր են ամերիկյան պատվիրակության կազմում։ Վաղուց արդեն շրջանառվում են տեղեկություններն այն մասին, որ այսպես կարևոր փուլ են մտել ամերիկյան կողմի մասնագետների մասնակցությամբ Հայաստանում մոդուլային ռեակտորներ կառուցելու նախագծի վերաբերյալ քննարկումները, բայց որպեսզի Միացյալ Նահանգները հնարավորություն ունենան Հայաստանին իր միջուկային տեխնոլոգիաները փոխանցեն, պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր, որը ամերիկացիները կոչում են 1-2-3, եւ փետրվարի 9-ին Հայաստան կատարած այցի ժամանակ J.D. Vance-ը Հայաստանի վարչապետի հետ ստորագրեց հայտարարություն այս համաձայնագրի տեքստի բովանդակության վերաբերյալ, բայց սա դեռ չի նշանակում, որ փաստաթուղթը ստորագրված է, ընդամենը հայտարարությունը հաստատում է այն, որ տեքստի բովանդակության վերաբերյալ կա համաձայնություն, այսինքն ֆիքսվում է ընդամենը տեքստի բովանդակությունը եւ կան դեռ մի շարք հարցեր տեխնիկական, պրոցեդուրային, որոնք անհրաժեշտ է լուծել մինչև փաստաթղթի ստորագրելը։ Ես ենթադրում եմ, որ այս մինչ գերատեսչական պատվիրակությունը, որը պետք է Երևան ժամանի, պետք է քննարկի առաջին հերթին հենց այդ համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցերը եւ վերացնի այն վերջին խոչընդոտները, որոնք խանգարում են այդ փաստաթղթի ստորագրմանը։ Ըստ որոշ տեղեկությունների այդ միջգերատեսչական պատվիրակության կազմում են Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցիչներ, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, միջուկային զենքի չտարածման հարցով զբաղվող գերատեսչության մասնագետներ եւ սպառազինության վերահսկողության գերատեսչության մասնագետներ։ Արտյոմ, իսկ երբ կարող է տեղի ունենալ 1-2-3 համաձայնագրի ստորագրումը։ Կա այսպիսի ընթացակարգ, որի համաձայն նախ պետք է համաձայնեցված տեքստին դրական եզրակացություն տա պետդեպը, որից հետո նաև էներգետիկայի նախարարությունը եւ միջուկային կարգավորումների հանձնաժողովը։ Կարող եմ ենթադրել, որ այս հարցը հետաձգվում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Եթե այդ ընտրությունների արդյունքում որևէ այսպես լուրջ աշխարհաքաղաքական նոր զարգացումներ չառաջանան եւ վեկտորի փոփոխության հարց չառաջանա, արդեն կարծում եմ ընթացք կտրվի հետագա քայլերին։ Այն է, նախագահը պետք է իր դրական եզրակացությունը տա, որից հետո փաստաթուղթը փոխանցվի Սենատի եւ ներկայացուցիչների տան պրոֆիլային հանձնաժողովներին։ Այդ բոլոր ատյանների դրական եզրակացությունից հետո միայն փաստաթուղթը փոխանցեն ստորագրմանը։ Այսինքն կարող եմ ենթադրել, որ փաստաթուղթը կարող է ստորագրել ոչ շուտ, քան այս տարվա վերջ։ Իսկ ինչ կհետևի ստորագրմանը։ Դե քանի որ առայժմ խոսք չի գնում այն մասին, որ Հայաստանը վերջնականապես կողմնորոշվել է եւ որոշել է, որ ամերիկյան նախագծած ամերիկացիների առաջարկած մոդուլային ռեակտորներն է կառուցում, Հայաստանը դեռ ժամանակ ունի վերջնական որոշում կայացնելու, ըստ որոշ տեղեկությունների մինչև 27 թվականը ժամանակ ունի, բայց որքան հասկանում եմ հակված է ավելի շուտ այդ հարցին լուծում տալ։ 6 օր առաջ Հայաստանի վարչապետը մամլո ասուլիսում ակնարկել որ Հայաստանը այնուամենայնիվ հակված է մոդուլային ռեակտորի տարբերակին, այլ ոչ թե ստացիոնարային, քանի որ այն ավելի քիչ վտանգավոր է։ Եվ նաև ակնարկել է, որ ամերիկացիները մոդուլային ռեակտորների հարցում ավելի այսպես հեռու են զարգացել եւ իրենց տեխնոլոգիաները ավելի առաջադեմ են։ Դա կարող ենք ընկալել որպես հաստատում այն փաստի, որ ամեն դեպքում ամերիկյան առաջարկն է ավելի ակտիվ քննարկվում եւ ավելի հավանական է, որ հենց այդ որոշումը կկայացվի։ Եթե փաստաթուղթը ստորագրվի եւ վերջնական որոշում լինի, Վաշինգտոնը պատրաստ է այս նախագծի մեջ մոտ 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնել, որից 5 միլիարդը դա սարքավորումների եւ կառուցման համար է, մոտ 4 միլիարդն էլ միջուկային հումքի եւ վերահսկողության եւ տեխսպասարկման համար է։ Մնում է գլխավոր հարցը լուծել, որքան հասկանում եմ, այս շինարարական աշխատանքները բավական
երկարատև process են եւ հնարավոր կլինի նախագիծի իրականացումը ավարտին հասցնել ոչ շուտ քան 34-35 թվականը։ Այսինքն ենթադրվում է, որ ամեն դեպքում կա հույս, որ հնարավորություն կլինի գործող էներգաբլոկի շահագործումը հետաձգել մինչև 36 թվական։ Մնում է հասկանալ, արդյոք Ռոսատոմը կհամաձայնվի մինչև 36 թվական շարունակել ատոմակայանի շահագործումը, եթե ռուսական առաջարկը մերժվի։ Շնորհակալություն, Արտем։